Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջանի տարածքով ներկրված ցորենի մասին։ Թե ինչի մասին է խոսքը, կներկայացնի Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ նոր բան է պարզվել։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում է այդ ինֆորմացիան զետեղված, այնտեղ նշվում է, որ խոսքը առայժմ պիլոտային նախագծի մասին է, որի նպատակն էր փորձարկել նոր լոգիստիկ ուղին, բայց հիմա արդեն կարող են շարունակել աշխատանքը եւ նոր առաջարկներ ներկայացնել պոտենցիալ հայ պարտներներին։ Ընդ որում ընդգծվում է, որ այս ուղին կարող է ծառայել ոչ միայն հացահատիկի, այլ նաեւ ղազախական արտադրության այլ ապրանքատեսակների համար եւս։ Այս գործարքի կողմ է հանդիսանում Ղազախստանի ազգային հացահատիկային օպերատոր Պրոդկոոպերացիա ընկերությունը, իսկ հայկական կողմի պարտները Բաղրամյան ընկերությունն է, որը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամներին։ Հոկտեմբերին այդ երկու ընկերությունների միջև երկարաժամկետ համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել, ոնց հասկանում եմ առանց հստակ թվերի հիշատակման, խոսքը ծավալների մասին է, այսինքն լողացող է այդ ամենը։ Եվ այժմ ղազախական կողմը տեղեկացնում է այն մասին, որ սկսել է բանակցություններ նաև այլ հայկական պարտներների հետ, որոնք շահագրգռված են ղազախական հացահատիկի կայուն մատակարարումներում։ Նշեմ, որ Ղազախստանը այս տարի զգալիորեն ավելացրել է իր արտահանումը, մասնավորապես Ադրբեջանում գրեթե ամբողջությամբ է շուկան վերցրել վերահսկողության տակ, մինչ այդ Ռուսաստանն էր եղանակ թելադրում Ադրբեջանի հացահատիկային շուկայում, այժմ Ղազախստանը վերահսկում է Ադրբեջանի պահանջարկի արդեն ավելի քան 80%-ը, այսինքն գրեթե ամբողջությամբ Ռուսաստանին դուրս է մղել։ Նաև այս տարի Ղազախստանը սկսել է հացահատիկ մատակարարել որոշ եվրոպական, ասիական եւ հյուսիսաֆրիկյան պետություններ, այսինքն այսպես ակտիվ հացահատիկային էքսպանսիա է սկսել Ղազախստանը, մեր դեպքում դա անել ավելի հեշտ է, քանի որ եւ Հայաստանը եւ Ղազախստանը ԵԱՏՄ անդամ են եւ դա հատուկ մաքսային հնարավորություններ է տալիս։ Այս ամենում Ռուսաստանը արդյոք խնդիրներ է տեսնում։ Չեմ կարծում եւ երկու հանգամանք կա, որը որ չպետք է խնդիր ստեղծի, դա հաշվի առնելով Ռուսաստանը չպետք է որ խնդիր նկատի իր համար։ Առաջինը, Ղազախստանը չի առաջարկում Հայաստանին այնպիսի ծավալներ, որոնք կարող էին սպառնալ Ռուսաստանի դիրքերին։ Այդ պրոդկոոպերացիա ընկերության տնօրեն Տոդիմբեկ Օմարովը ասել է, որ Ղազախստանը պատրաստ է Հայաստանին մատակարարել ամսական 15-ից 20 հազար տոննա հացահատիկ։ Դա շատ ավելի քիչ է, քան Հայաստանի պահանջարկն է։ Այսինքն պարզ է դառնում, որ այնուամենայնիվ Ռուսաստանն է առյուծի բաժինը հացահատիկի շարունակելու մատակարարել Հայաստան։ Նշեմ, որ մինչ ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանը հացահատիկ էր գնում նաև Ուկրաինայից, երկրորդ տեղն էր Ուկրաինայում։ Այժմ հավանաբար Ղազախստանը հավակնում է հենց այդ Ուկրաինայի տեղը զբաղեցնելուն։ Հիմա 99% հացահատիկի գրեթե Ռուսաստանից ենք մենք գնում։ Այդ իմաստով, այսինքն Ռուսաստանը չպետք է որ խնդիր նկատի։ Իսկ երկրորդը այն է, որ միևնույն է Ռուսաստանն է վերահսկում այդ ողջ լոգիստիկ շղթան։ Ի սկզբանե թուրընկալում էր եղել, ընդ որում ես էլ էի այդ սխալ անցալել, քանի որ խոսքը գնում էր ղազախական Ակտաու նավահանգստից բեռները ուղարկելու մասին, իսկ Ակտաուն գտնվում է Կասպից ծովի ափին, տպավորություն կար, որ ծովով պետք է Ակտաուից հասնի Բաքու, այնտեղից երկաթգծով, այսինքն շրջանցելով Ռուսաստանը։ Բայց թեև Ակտաուն Բաքվից ընդամենը 380 կիլոմետր հեռավորության վրա է, գերադասել են 1500 կիլոմետր տարածքով, որպեսզի այդ բեռը անցնի, միայն թե որ Ռուսաստանի տարածքով անցնի։ Ես կարծում եմ, դա քաղաքական նկատառում էր, այսինքն Ռուսաստանը հավանաբար այստեղ նաև ձգտել է համոզել, որ իր տարածքով բեռը անցնի, որպեսզի միևնույն է կարողանա վերահսկել այս լոգիստիկ շղթան։ Այսինքն ամեն դեպքում Ռուսաստանը մասնակից է եւ եթե իր շահերին ինչ-որ բան սպառնար, տարիֆային քաղաքականությամբ կկարողանար այդ ամենը կանխել։ Քաղաքական ու դիվանագիտական իմաստով Ռուսաստանը նույնպես խնդիր չունի, քանի որ ինչպես Մարիա Զախարովան էր վերջին բրիֆինգում ասել, այդ գործարքը հնարավոր եղավ ոչ թե Թրամփի եւ Վաշինգտոնյան համաձայնագրերի շնորհիվ, այլ 2020-2022 թվականներին Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, ինչպես Զախարովան է պնդում ամենայն դեպս։ Արտյոմ, արդյոք ղազախական ցորենն առավել էժան է, քան ռուսականը։
Որևէ թվեր արժեքի մասին չեն հրապարակվում, բայց կարծում եմ ոչ, դժվար թե ղազախական ցորենը կարողանա ռուսականից էժան լինել, գոնե այն պարզ պատճառով, որ ես ասացի, բավական 5 պետությունների տարածք է անցնում, հա, եւ Ակտաուից Երևան շատ ավելի երկար ճանապարհ է, քան օրինակ Կրասնոդարի երկրամասից, թեև Ռուսաստանի վերջին այդ խմբականակը Ուլյանովսկի մարզից է հասել, բայց միևնույն է, տրանսպորտային ինքնարժեքը կարծում եմ Ռուսաստանի դեպքում շատ ավելի համեստ է։ Բայց ամեն դեպքում այդ ինքնարժեքը ավելի էժան կլինի, քան վերին Լարսով կամ Պոցիով հասցնելու դեպքում։ Դե Պոցիի դեպքում հնարավորություն է լինում խուսափել այդ մուլտիմոդալ փոխադրումներից, Լարսի դեպքում էլ այդ խցանումներից, որոնք շատ հաճախ են նաև եղանակային խնդիրների պատճառով։ Բացի այդ, հայ վարորդները այնտեղ 90 օրվա ընթացքում միայն իրավունք ունեն գտնվել Ռուսաստանում, այդ խնդիրը եւս արդյունքում լուծվում է։ Այսինքն ամեն դեպքում Ադրբեջանի տարածքով հացահատիկ ներկրելը լինելու է ավելի էժան, ինչը հաստատել է Բաղրամյան ընկերության տնօրեն Գասպարյանը, բայց նա պնդել է, որ ինքնարժեքի տարբերությունը այնքան մեծ չէ, որ դա արժի ի վերջո, որ դա ազդի ի վերջո վերջնական ապրանքի ինքնարժեքի վրա։ Այսինքն հացի ինքնարժեքի վրա հավանաբար դա այնուամենայնիվ չի ազդի։ Շնորհակալություն, Արտեմ։